ոստիկանությունը հերթական օպերացիաներ իրականացրել Երևանում, պատգամավորի թիկնապաներին էին բերման ենթարկել եւ 2 ժամ հետո բաց թողել։ Նախ ես ուզում եմ հասկանալ, ինչ մեխանիզմով է դա իրականացվում, ինչ որ ահազանգ է ստացվում, որովհետեւ երբ որ բերման է ենթարկում եւ բարձում է որ դա այդպես չէ, նույնը նաեւ Գյումրու քաղաքապետի տեխնացու վարժնախորհրդի բարակայով է եղել։ Այսինքն այստեղ արդեն հասկացվում որ կա կոնկրետ քաղաքական ինչ որ մեսիջ ուղղված, ոչ թե իրավապահ գործողություն, որովհետեւ եթե դուք օպերատիվ տվյալներին սխալ եք տիրապետում, դուք նկատություն եք մասնապես դուք այդ համակարգը, հետեւաբար ստացվում է, որ իրականացվում է մասկի շոու։ Ես ավելացնում եմ, վստահաբար կավելացնեք, ամեն անգամ նույն մարդկանց բռնում եք, օպերատիվ տեղեկություն ունենալով իբր ԱՊՕ-ի զենք կա, տանում եք, տեսնում եք ԱՊՕ-ի զենք չկա, բացեք տոնում։ Հիմա կամ օրենքի բացում եք, որ չգիտեք ոնց։ Խաչատուր Սուքիասյանները եղեք, Արթուր Վանեցյանը ուղեկցող մեքենա արդեն 5-րդ անգամ նույն զենքով տանում եք։ Կամ ձեր օպերատիվ բլոկը լավ չի աշխատում ձեզ խարազեկություն, կամ ուղղակի շոու եք, գործընկեր ես ասած։ Ինչ եք անում։ Նախ դուք ձեր մոտեցումներով նաև այսպես ասեմ, հերքեցիք փայլակի մոտեցումը, որ կա որոշակի քաղաքական նաև հետապնդում որոշ անձանց նկատմամբ, որովհետև ոստիկանության համար, եթե կա օպերատիվ տվյալ զենք զինամթերքի առկայության կամ թմրամիջոցի օգտագործման կամ ցանկացած այլ իրավախախտման մասով չկա որևէ տարբերություն, թե տվյալը որ անձի մասով է ստացվում։ Եթե տվյալը կա, բնականաբար այդ տվյալը պետք է իրացվի։ Տվյալի իրացման արդյունքում կարող է հաջողություն գրանցվել, այսինքն տվյալը կարող է լինել ռեալ, բայց տվյալը կարող է լինել նաև վերջնարդյունքում ոչ հավաստի։ Բայց այդ տվյալը, ամեն անգամ այդպես չի լինում։ Քանի անգամ եք ապօրինի զենք բռնել, օրինակ Խաչատուր Սուքիասյանը կամ Արթուր Վանեցյանը ուղեկցող մեքենաները։ Մի դեպք ասեք, որ ապօրինի է։ Դուք տանում եք անհատականացման։ Դուք տանում եք անհատականացման, ես բերում եմ ընդհանրական մոտեցումների դաշտ։ Մի անձի դեպքում կարող է դա հաստատվել, մյուս անձի դեպքում կարող է դա չհաստատվել, բայց այն, որ ոստիկանությունը պետք է որևէ օպերատիվ տվյալ չիրացնի, դա ուղղակի անընդունելի մոտեցում է։ Այդ գործը ով է, մի հատ ասեք իմ